Boston Dynamics ընկերությունը ներկայացրել է իր վերջին մշակումներից մեկը՝ Handle անունը կրող ռոբոտը, որը համալրված է անիվներով։ Նորաստեղծ ռոբոտը պաշտոնապես դեռևս չի ներկայացվել, այնուամենայնիվ այն ցուցադրվել է նաև ավելի վաղ համացանցում հայտնված տեսանյութերում։ Ռոբոտն ունակ է արագորեն տեղաշարժվել եւ ծանր բեռներ տեղափոխել մեծ արագությամբ։ Tesla Motors ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ փոխում է անունը, այսուհետև այն կանվանվի պարզապես Tesla։ Սա հենց այնպես անվանափոխություն չէ, այն կապված է ընկերության ղեկավար Elon Musk-ի ընկերության ապագայի վերաբերյալ ավելի լայն եւ բազմավեկտոր տեսլականի հետ։ Նա ընդլայնում է ընկերության գործունեությունը եւ պատրաստվում է գրավել նոր շուկաներ։ Սա փաստում է այն մասին, որ Tesla-ն այսուհետև միայն ավտոմեքենաներ արտադրող ընկերություն չի լինի։ Այժմ այն արդեն իսկ արտադրում է արևային մարտկոցներ։ Նախորդ տարվա աշնանը Tesla-ն ձեռք բերեց Solar City ընկերությունը, որը զբաղվում է արևային մարտկոցների արտադրությամբ։ Այս հանգամանքն էլ հիմք հանդիսացավ ռեբրենդինգի համար։ Elon Musk-ի պլաններով նախատեսվում է բնակելի տների տանիքներին արևային մարտկոցներ տեղադրելը, արևային էներգիայով աշխատող ավտոմեքենաների թողարկումը, էլեկտրական մեքենաների շարքում ավտոբուսների եւ բեռնատարների արտադրությունը, ինչպես նաև car sharing-ի զարգացումը։ Վերջին շրջանում անօդաչու թռչող սարքերի ոլորտում առավել մեծ ժողովրդականություն են ձեռք բերել կոմպակտ դրոնները, որոնք թույլ են տալիս օգտատերերին սելֆի անել փոքր բարձրությունից։ Նման մշակում է դարձել Self-Flight drone-ը, որը ոչ միայն առանձնանում է իր կոմպակտությամբ, այլև ծառայում սմարթֆոնների համար որպես պատյան, այնպես որ նոր անօդաչուն մշտապես ձեռքի տակ կլինի։ Self-Flying իրենց ներկայացնում է Hard Drone, որը հանդերձված է տեսախցիկով։ Սմարթֆոնը կարող է որպես կառավարման վահանակ ծառայել անօդաչուի համար։ Անօդաչուն ունի 9 մմ հաստություն, 8 մեգապիքսելանոց տեսախցիկ, որը նկարահանում է 1080p խտությամբ։ Անօդաչուն լիարժեք լիցքավորման դեպքում կարող է օդում անցկացնել 5 րոպեից ոչ ավելի։ Մի խումբ ամերիկացի գիտնականներ էլ ստեղծել են Bedbot բացառիկ թռչող ռոբոտը, որը կարող է փոխարինել սովորական անօդաչու թռչող սարքերին։ Bedbot-ը կարող է նմանակել չղջիկների թռիչքաձևը, այդ թվում սավառնել եւ վայրասլաց թռիչք կատարել։ Դրա թևերի բացվածքը 50 սանտիմետր է, իսկ քաշը շուրջ 93 գրամ։ Ռոբոտը ստեղծողների խոսքով Bedbot-ը շատ ավելի անվտանգ է քվադրոկոպտերից եւ կարող է շատ ավելի բարդ գործողություններ կատարել։ Ի տարբերություն սովորական անօդաչուի, չղջիկ ռոբոտը վնասվածքներ չի ստանում արգելքների բախվելիս։ Այն առաջարկվում է օգտագործել կիսաքանդ շենքեր, արդյունաբերական փլվածքներ եւ քարանձավներ ուսումնասիրելիս։ Իսպանացի գիտնականների թիմը Bioden Group մասնավոր բժշկական ընկերության հետ համատեղ ներկայացրել է եզակի 3D բիոտպիչի նախատիպ, որի օգնությամբ կարելի է վերստեղծել ֆունկցիոնալ մարդկային մաշկ։ Նման մաշկը համապատասխանում է այրվածքներով հիվանդներին փոխպատվաստում անելու համար, ինչպես նաև հետազոտություններում կիրառման, քիմիական նյութերի, կոսմետիկայի, դեղագործական ապրանքների փորձարկումների համար։ Viber-ում ավելացել է կարճ ժամանակում ինքնաոչնչացվող գաղտնի հաղորդագրությունների հնարավորություն։ Այս ֆունկցիայի օգնությամբ հնարավոր է սահմանել այն ժամանակը, որից հետո ուղարկված հաղորդագրությունը, նկարը կամ էլ տեսանյութը ավտոմատ կերպով կջնջվի եւ ձեր եւ զրուցակցի մոտից։ Գաղտնի հաղորդագրություն ուղարկելու համար հարկավոր է ընտրել նկարը կամ էլ տեսախցիկով նորը ստեղծել, որից հետո ներքևի անկյունում սեղմել ժամացույցի տեսքով պատկերի վրա եւ առաջարկվող 1, 3, 7 կամ 10 վայրկյաններից ընտրել ցանկալի ժամանակը եւ ուղարկել։ Զրուցակցի դիտելուց հետո վայրկյանները լրանալուն պես այն իսպառ կանհետանա։ Այս ֆունկցիան հասանելի է iOS եւ Android համակարգերի համար։ Viber-ի թարմացված 6.6 տարբերակում։ Իտալական ընկերությունը մշակել է ինքնավար փոխադրամիջոց անձնական ռոբոտ օգնականի տեսքով, որը ձեր իրերն է տանում։ Ռոբոտի Gita անունը իտալերեն նշանակում է կարճատև ճանապարհորդություն։ Էլեկտրական հաղորդակով երկանիվ ռոբոտը կարող է ոչ միայն սահել իր տիրոջ հետևից, հետևելով նրա շարժումների հետագծին, այլև ինքնուրույն տուն վերադառնալ։ Ռոբոտի բարձրությունը 66 սանտիմետր է, իսկ բեռնատարողությունը 18 կիլոգրամ։ Gita-ն նկարագրվում է որպես հաղորդակցության անհատականությամբ եւ ընդունակությամբ օժտված ռոբոտ։ Դա կարող է տեղաշարժվել 35 կմ/ժ արագությամբ ինչպես շենքի ներսում, այնպես էլ բացօթյա տարածքում։ Թռչող ավտոմեքենաներն արդեն ֆանտաստիկա չեն, այն արդեն իրականություն է Դենվերի կենտրոնում։
որտեղ կարող եք գերծանրաբեռնված փողոցների վրայով թռչելով արագ հասնել նշանակման վայր։ Ինչ-որ ժամանակ սա գիտական ֆանտաստիկա էր համարվում, սակայն վերջերս նման տեխնոլոգիան նվաճել է երկինքը։ Ավտոարտադրողները վաղուց են երազում թռչող ավտոմեքենաներ ստեղծելու մասին։ Անցյալ դարի 50-ական եւ 60-ական թվականներին General Motors-ը նման սարք է ստեղծել, որը հրթիռ էր հիշեցնում։ Այսօր աշխարհի մոտ 1 տասնյակ մեծ ու փոքր ընկերություններ, այդ թվում դրոններ արտադրող, աշխատում են նոր թռչող սարքի ստեղծման վրա, որը կարող է սավառնել ծանրաբեռնված ճանապարհների երկնքում։ Չինական E-Heng ընկերությունը փորձում է կատարելագործել իր դրոնները, որ կարողանան մարդկանց տեղափոխել։ Մասաչուսեթսի Terrafugia ընկերությունը օդանավի նախապատվեր է ընդունում, որը փոխակերպվում է սովորական ավտոմեքենայի։ Ընկերությունների մեծ մասն օգտագործում է մարտկոցներ եւ էլեկտրաշարժիչներ, սակայն իսրայելական Urban Aeronautics ընկերությունը վառելիքով աշխատող ուղղաթիռի շարժիչով ոչ մեծ դրոն է մշակում։ Airbus օդանավերը ստեղծողը դուստր ընկերություն ունի Սիլիկոնյան հովտում։ Այն նախատեսում է այս տարի թեստավորել Վահանա թռչող սարքը։ Ենթադրվում է, որ այն կլինի ինքնավար օդային տաքսի։ Մարդիկ թռչող մեքենան կկանչեն հեռախոսային հավելվածով։ Հենց նրանք նստեն սարքի մեջ, այն թռիչքին պատրաստ կլինի։ Ենթադրվում է, որ այս ծառայությունը իրականություն կդառնա 10 տարի հետո։ Ի դեպ, այս ժամկետը կարող է կրճատվել, քանի որ թռչող մեքենաների մշակմամբ այդքան շատ ընկերություններ են զբաղված։ 2016 թվականի հուլիսին ներկայացվելուց 7 ամիս անց Pokemon Go խաղի վաճառքից ստացված եկամուտը գերազանցել է $1 միլիարդ։ Այսպիսով Pokemon Go-ն արագությամբ ռեկորդակիր է դարձել $1 միլիարդ վաստակած մյուս բջջային խաղերի շարքում, օրինակ Candy Crush Saga-ն եւ Puzzles and Dragons-ը։ Apple ընկերությունը հայտնել է իր պատմության ընթացքում ռեկորդային եռամսյակային եկամուտի մասին։ Հաշվետվության համաձայն անցած տարվա վերջին 3 ամսվա ընթացքում վաճառքներից ստացվել է $78.4 միլիարդ։ Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքի խոսքով անցած տարվա 4-րդ եռամսյակի ընթացքում Apple-ը վաճառել է ավելի շատ iPhone սմարթֆոն, քան երբևէ։ Ընդհանուր առմամբ 2016 թվականի հոկտեմբերից մինչև դեկտեմբերի վերջ ընկերությունը վաճառել է 78.29 միլիոն iPhone սմարթֆոն։ 2015 թվականի նույն ժամանակահատվածում վաճառվել է Apple-ի 74.78 միլիոն սմարթֆոն։ Ընկերության տվյալներով ռեկորդային են եղել նաև Mac համակարգիչների եւ Apple ոչ խելացի ժամացույցների, ինչպես նաև Apple-ի մի շարք ծառայությունների վաճառքից ստացված եկամուտները։ 2016 թվականի վերջին եռամսյակի հաշվետվության ներկայացումից մի քանի ժամ անց Apple-ի բաժնետոմսերի գինն աճել է 3%-ով։ Իսկ Google ընկերությունը աշխարհի ամենաթանկ բրենդների վարկանիշի առաջատարն է դարձել եւ շրջանցել է Apple կորպորացիան։ Այսպիսին են Brand Finance խորհրդատվական ընկերության հետազոտությունների արդյունքները։ Google բրենդի արժեքը 2016 թվականին ավելացել է գրեթե 25%-ով եւ կազմել $109.47 միլիարդ։ Apple-ը էժանացել է 27%-ով եւ կազմել $107.141 միլիարդ։ Աշխարհում ինտերնետ վաճառքների առաջատար Amazon.com-ը վարկանիշում երրորդն է։ Նրա արժեքը գնահատվում է $106.396 միլիարդ։